Զիպազում եղենների ճկիմ և պազում կարյանի վերայիմ, պազում կասեին զանցնեիմ մե, թե ճիք պրգություն սորա արաստված յուր։ Այլ թու դերոք նագանիմ ես, պարքիմ և պրծացուցիչ։ Այս վանքը շատ հին է, պահպանված շինությունները վերաբերում են 7-րդ դարին և կան նաև հիմքեր պնդելու, որ ավելի հին է այստեղ հիմնադրված վանքը։ Մեր վանքերը ժամանակին եղել են շատ ծաղկուն, շատ զորեղ հաստատություններ, որտեղ զարգացել է գիտությունը, զարգացել են արվեստները։ Կարծում ենք, որ այս վանքում զարգացած է եղել նաև տնտեսությունը, և գինեգործությունը, և մեղվաբուծությունը, և վանականները նույնպես ստացել են մեղր։ Մեղրը ինքը մի կերակուր է, որը որ նաև եղել է վանական գերակրատեսակների ցանկում, և պահոտ շրջանում, և նաև տոնական օրերին։ «2004 թվականին եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը և հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը Իջևանի տարածաշրջանում սկսում են մեղվաբուծության խթանման ծրագիր։ Ծրագիրն ուներ սոցիալական ուղղվածություն։ Այն պետք է մեղմեր սահմանամերձ գյուղերում աղքատության ու արտագաղթի մակարդակը, հոգեբանական ու նյութական ծանր վիճակում գտնվող գյուղացուն աշխատանքի ու ինքնիրացման հնարավորություն տար, փոխօգնության գաղափարի վրա զարգացներ համայնքային կապերը։ Այս համալիր խնդիրների լուծման համար ընտրվեց մեղվաբուծության խթանման ճանապարհը, որպես ամենանպատակահարմար ու իրատեսական գյուղատնտեսական գործունեության ձև այս տարածաշրջանում։ Տավուշի մարզը Հայաստանի առանձնահատուկ տարածաշրջաններից է։ Մարզի տարածքով ավելի քան 350 կիլոմետր երկարությամբ ձգվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ։ 62 գյուղերից շուրջ 40-ում հաճախակի հրաձգությունների պատճառով կյանքը վտանգավոր է, իսկ ապրուստի միջոց վաստակելը դժվար։ Գյուղացու հիմնական զբաղմունքը, հողագործությունը և անասնապահությունը գործնականում անհնար են հատկապես սահմանին մոտ համայնքներում։ Մեր մարզի այս սահմանամերձ գյուղերում 300-400 հեկտար հողամասեր գյուղացիների գտնվում է ականապատված այդ տարածքում։ Սահմանամերձ գյուղացին հող չունի, նրա հողը հաստորեն անգործության է մատնվել։ Տարածքում ոչ մի վարուցանք, ոչ մի արոտավայր չկա, անասուններին չեն կարող այնտեղ արածացնեն, չեն կարող հնձեն, չեն կարող այգիներ հիմնել, մի խոսքով չեն օգտագործում։ Եվ այդ տարածքները փաստորեն Գառնանից մինչև ուշ Աշուն անասունի ոչ չի մտնում, մարդիկ ձեռ չեն տալիս եւ ծաղիկը բնությունը այդպես կուսական մինչև Աշուն կանգնած վիճակում է, խոտը այդտեղ չի ընձում։ Դա մեծ աղբյուր է մեղվաբուծությունը զարգացնելու համար, բնական ծաղիկները մինչև Խորաշուն այդտեղ լինում են։ Մեղուն ի վիճակի լինելու թռչել 7 կիլոմետր մինչև հեռավորություն, պարզավոր ակտիվորեն մասնակցում է այդ աղբյուրից, նեկտար բերելու այդ աղբյուրից։ Մի խոսքով ինչ է ստացվում, որ սահմանամերձ գյուղում ունենք աշխատուժ, որոնք գործազուրկ են, աշխատանք չունեն, եւ հիանալի բնություն։ Մեղվաբուծությունը զարգացման ուղի ծրագրով առաջին հերթին մեղվաընտանիքներ են բաժանվում սահմանամերձ 5 գյուղերի՝ Բերքաբեր, Աճարկուտ, Կիրանց, Ծաղկավան եւ Դիտավան։ Նախապատվությունը տրվում է սոցիալապես խոցելի ընտանիքներին ու երիտասարդներին։ Ծրագրի խորհրդատու է նշանակվում Իջևանի տոհմական մեղվաբույծ Համլետ Ծովյանը։ Մարզում Համլետ Ծովյանը բացառիկ փորձառու մեղվապահի համբավ ունի։ Նրա մասին կատակով ասում են, թե ոչ միայն մեղվապահներին է ուղղություն ցույց տալիս, այլև մեղուներին։ Սկզբում տեղի հոգևորականների հետ, ապա միայնակ նա այցելում է սահմանամերձ բոլոր գյուղերը, մեղվաբուծությամբ զբաղվողներին ոգեշնչում ու նոր գիտելիքներ տալիս։ Իսկ երբևէ այս գործով չզբաղված հատկապես երիտասարդներին համոզում, սովորեցնում ու խրախուսում։
Սկզբնական շրջանում մենք շահառուներին տվեցինք տեսական գիտելիքներ, այնուհետև մեղվանոցներում մենք անցանք գործնական պարապմունքների։ Նու հետագայում արդեն տարվա վերջին մենք ամեն մեկին հատկացրինք մեղվանտանիք։ Յուրաքանչյուրին տվել ենք մեղվաբուծության համար զբաղվելու անհրաժեշտ բոլոր գործիքները, ծխարը, արգերիչ, դանակ, քող եւ այլն բոլորը, ինչպես նաեւ հարուստ գրականություն։ Հիմա մենք ունենք շահառուներ, որ մեկ մեղվանտանիք տալով 0-ի սովորացնելով, փաստորեն մարդը արդեն գիտելիքների տեր է դարել, փորձված արդեն մեղվաբույծ է դարել, ունեն 10, 15, մինչև 20, 25, մինչև 32 մեղվանտանիք արդեն ունեցող կա։ Հաղթանակ Նազարյանը առաջիններից մեկն է ընդգրկվել ծրագրում։ Տնտեսությունը սկսել է 3 մեղվափեթակից, այսօր ունի 12-ը։ Եթե տարին լավն լինի, իհարկե փեթակից մինչև միջին հաշվարկով 10-ից 15 կիլո։ Եթե մի քիչ կարողանանք շատացնենք, մեր ընտանիքը մի քիչ ավելի լավ կպահենք։ Մեղվաբուծությունը Նազարյանների ընտանիքի կեցության հիմնական միջոցն է։ Ընտանիքն ապրում է տնակում, հիմնական աշխատանք ամուսինները չունեն։ Մեղրից ստացված եկամուտով կարողանում են ապահովել ձմեռվա ալյուրի, կարտոֆիլի ու հիմնական սննդամթերքի հարցը։ Մեծ գումար չէ, բայց բավական է, որպեսզի ընտանիքը շարունակի ապրել գյուղում, ինչը նախկին ազատամարտիկը շատ է կարևորում։ Դա գիտեք, 39 տարեկան եմ ես, ուրիշ տեղ ապրելու ցանկություն էլ չունեմ։ Գյուղում մի քիչ հեշտ է ապրել իմ համար։ Ես այդտեղ ծնվել եմ, այդտեղ մեծացել։ Այս հողի համար մենք կռվել ենք։ Այդտեղ էլ պետք է ապրենք։ Իսկ գյուղում ապրելու դեպքում պետք է արդեն մեղվաբուծությունը, անասնապահությունը, հողագործությունը մենք կարողանանք դրանով զբաղվենք, որպեսզի լավ լինի։ Կարողանանք գոյատևենք ու մի քիչ մի բան առավելագույն ունի, որ մեր երեխեքին դպրոց սովորեցնենք կամ մի քիչ բարձր։ Գիրանց գյուղը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա է։ Պատերազմի ավերածություններն այստեղ անզեն աչքով էլ տեսանելի են։ Գյուղը ունի մոտ 240 հեկտար վարելահող, բայց այս պահի դրությամբ չեն կարողանում մշակին այդ հողերը, որովհետև մի մասը ուղիղ նշանառության տակ են, մի մասը ականապատված են։ Այսինքն, եթե ընդունենք, որ գյուղը նախկինում եղել է որպես ծխախոտանասնապահական կոլխոզ, պարզ է դառնում, որ հողերը չլինելու եւ չմշակելու պատճառով իր տեղը, ասենք, որոշ առումով կարելի է տալ մեղվաբուծությանը, որը մեծ հողատարածքներ չի պահանջում եւ մեծ ներդրումներ չի պահանջում իրենից։ Գյուղում կա 110 ծուխ, մոտ 21-22 ընտանիք զբաղվում են մեղվաբուծությամբ։ Որոշները այն մեծ քանակի չեն պահում, այլ իրենց անձնական օգտագործման համար, իսկ որոշ մասը արդեն հասցրել են մոտ 60-70 փեթակի եւ համարում են իրենց համար հաջողված որպես բիզնեսի ոլորտ։ Տիկին Քնարիկը մեղվաբուծական տնտեսությամբ է զբաղվում որդու հետ։ Ինժեներների ընտանիքի համար սա բոլորովին նոր մասնագիտություն է, որ մեծ համբերատարություն ու ամենօրյա ներդրումներ է պահանջում։ Հենց այդ պատճառով էլ Նազարյանները 8 տարի առաջ որոշեցին Երևանից տեղափոխվել Գիրանց եւ ընտանեկան բիզնես ձեռնարկել։ Գալով այստեղ եւ տեսնելով այս բնությունը, այս պայմաններ, ես շատ եւ սիրեցի, եւ կապվեցի, եւ տեսա, որ ինչու՞ չէ, եկամուտ կստեղծեմ ընտանիքիս համար, եւ սկսեցինք 2004 թվականի հուլիսից 20 մեղվանտանիքով։ Ներկա վիճակում մենք ունենք 50 մեղվանտանիք, յուրաքանչյուր մեղվանտանիքից մոտավորապես միջինը 15 կիլոգրամ մեղր ենք հավաքում, եւ դա իրացնում ենք հիմնականում մեծամասամբ Երևանում, դե ծանոթություն է դեղա հիմնականում Երևանում եւ բոլորը հաջողով սպասում են հաջորդ տարվա սեպտեմբերին, թե մենք երբ ենք նորից տանելու։ 8 տարի առաջ ես եկա գյուղում բիզնես դնելու։ Սկսեցինք իհարկե այդ մեղվից, ոնց որ մայրիկը ասեց, 20 մեղվից սկսելով հասցրել ենք 50-ի։ Մի 2 տարի հետո իմ պահելուց հետո ես ավելի մոտիկից ծանոթացա կլոր սեղանի հետ։ Իրանք արդեն դասընթացներ էին վարում։ Դասընթաց վարողը ինքը արդեն լավ մեղվապահ է, երկար տարիների մեղվապահ, տրադիցիոն այսպես ասած, ընտանիքը իրանց պահել։ Նաև նա եղավ իմ ուսուցիչը։ Ու կլոր սեղանի դες փորձեցի համագործակցել, այդ խորհուրդները ամենակարևորն է, այսօր գիտելիք տալը ամենակարևորն է։
մարդուն ավելի լավ գիտելիք տաս, քան թե բերես մի մեշոկ ալուր տաս ապրելու։ Գիտելիքով ինքը շատ բար ալուրներ ձեռք բերի։ Հաջորդը դե մյուսը, որ այդ մեղվափետակներով ինձ օգնեց, այդ մեղվափետակները ես կարամ ժամանակի ընթացքում ոնց որ լրացուցիչ նորից խթան է, էլի, ավելացնելու մեղվանոցը։ Միջինը կարող եմ ասել 600-ից 700 կիլո, այդ 700 կիլոն դե արդեն հանապազորի հացի հարցը լուծում է։ Եթե այսպես ասած հաջողությունը տաղ, նախախնամությունից լինի, որ շատ մեծացնեմ, այդ դեպքում կստեղծեմ նաև այդ անհատ ձեռներեցի կամ ՍՊ-ը, որը կարող նաև համագործակցի այդ մեծ խանութների հետ, մեղրս նաև այդ ձև շուկա հանելու։ Գյուղական համայնքում մեկի հաջողությունը ոգևորում է մյուսներին։ 21-ամյա Անդրանիկը միտք չունի լքելու հարազատ Ենոքավան գյուղը, ինչպես դա արել են շատ երիտասարդներ։ Նա որոշել է մասնագիտանալ մեղվաբուծության մեջ, դարձնել այն եկամտի կայուն աղբյուր եւ առաջին իսկ հնարավորության դեպքում նորոգել տունը։ Ունեի 2 մեղվանտանիք, սարքել եմ այդ 2 մեղվանտանիքով 8 հատ, որ շատ սիրում եմ եւ զբաղվում եմ, ուզում եմ ավելի զարգացնել, որ իմ ընտանիքը միայն պահեմ մեղվապահությունով։ Տոհմական մեղվապահը վստահեցնում է, որ մեղվի հետ աշխատանքը յուրահատուկ բնավորություն առանձնակի սեր է պահանջում։ Մեղվաբուծությանը հնարավոր չէ վերաբերվել որպես պարզ անասնապահության մի տեսակի։ Այդ պատճառով էլ կլոր սեղան կազմակերպությունը օժանդակում է նաև այն մեղվապահներին, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց տնտեսությունը։ Մենք սկզբում մեղուներ ունեինք ու ես շատ էի սիրում դրանցով զբաղվել։ Հետո լսեցի կլոր սեղան հիմնադրամի մասին, բայց ես ընդգրկված չէի։ Մի անգամ Սովյանը գյուղում էր, ես մոտիկացա իրան, խնդրեցի, որ ինձ էլ ընդգրկի, որովհետև ինչ որ ես գիտեի արդեն հնացած էր, իմ գրականությունն էլ էր հին։ Պարոն Սովյանը ուրախությամբ ինձ ընդգրկեց։ Հետո շատ գոհ եմ, աջակցեց բավականին գործիքներով, մի մեղվանտանիք նվիրեցին, ես դա ավելի զարգացրեցի, շատացրեցի, հետո կապը կա միշտ էլ, ես զանգում եմ իրանից խորհուրդներ եմ հարցնում, ինքը խորհուրդներ է տալիս ինձ, ես շատ գոհ եմ։ Հիմա ունեմ 10 մեղվափետակ, ինձ օգնում են ամուսինս, տղաս, հարսս, որոշել ենք ընտանեկան բիզնես սարքենք, դրանով զբաղվենք։ Լինում է տարի, որ մինչև 40 կիլո մի մեղվանտանիք տալիս է, դա լավագույն դեպքն է։ Իսկ ասենք փոքր ընտանիքները կամ բարի նպաստ չի, 10-ից մինչև 20։ Դա նորմալ է մեզ համար։ Մեղվից ստացած բերքը առաջին հերթին օգտագործում ենք երեխաների համար սնունդ, որովհետև էկոլոգիապես մաքուր է, ինչ պետք է առնենք, որ մեղվից մաքուր լինի կամ սննդով լինի։ Մնացած ինչեր որ մնում է, վաճառում ենք, գնում ենք կենցաղային մանել հացը, օրինակ ալյուրը հիմնականում, շաքարավազա, լվացքի փոշիա, մակարոնեղենա։ Կանանց ներգրավվածությունը ծրագրում առանձնակի է կարևորվել։ Գործազրկության ցուցանիշը կանանց շրջանում ավելի բարձր է։ Բացի այդ, փոքր մեղվանոցի խնամքը ֆիզիկական մեծ ջանքեր չի պահանջում։ Փոխարենը հաճելի զբաղմունք է ու կենցաղային որոշ հարցեր հոգալու հնարավորություն։ Դիտավանում բնակվող Տիկին Անժելան օրինակ 2 տարի առաջ հաջող մեղվաբերքի շնորհիվ կարողացել է կենցաղը կարգավորել ու լվացքին նոր մեքենա գնել։ Մայրաքաղաքից հեռու սահմանամերձ գյուղում ապրող գործազուրկ ընտանիքների համար կենցաղային տեխնիկան հաճախ մեծ շռայլություն է։ Դիտավանցի Սվետա Գաբրիելյանը կենսական կարիքները հոգում է արտերկրում բնակվող տղայի օգնությամբ։ Իսկ մեղվապահությունը նրա համար անփոխարինելի միջոց է հաղթահարելու միայնակությունն ու կենսաթոշակային տարիքի անգործությունը։ Կարող է բերքլի, լիվոչ, այդքանից էական չի, այդքան իմ զբաղմունքն էական։ Ինչքան կլի նրա տերն եմ, ու շատ սիրում եմ, շատ։ Եթե հոգնում եմ, եթե կարիք եմ ունում հանգստի, գալիս եմ նստում, իրենց աշխատանքը դիտում եւ շատ լավ հանգստացնում է ինձ։ Տավուշի մարզի փոքր ու քաղաքից կտրված գյուղերում գործազրկության ու համայնքային կյանքի կազմակերպման խնդիրը առավել բարդ է։ Գյուղերից շատերը չունեն համայնքային կենտրոններ, բարեկարգ ճանապարհներ։ Աճարկուտ գյուղը օրինակ խորհրդային ժամանակներում կառուցվել է որպես բանվորական ավան։
եւ գյուղատնտեսական նշանակության հողեր ու այգիներ չունի։ Անչափահաս երեխաների խնամքը միայնակ հոգացող Կարինե Խեմչյանի համար մեղվաբուծական ծրագիրը իսկական փրկություն է եղել։ Այն ժամանակ 4 անչափահաս երեխա ունեի ու աշխատանք չունեի։ Ես դրա համար աշխատում էի ընդգրկվել մեծ ծրագրի մեջ, գոնե այդ մի հատ մեղուն իմ երեխեքին եկամուտի ինչ որ մի աղբյուր ուներ, որ ես կարողանայի ինչ որ մի ձևով մի աշխատանք։ Ես ունեմ հիմա 10 փեթակ, բանջարեղենը, մեր կարտոշկեն, մեր ամեն ինչը փոխանակումներով վերցնում ենք մեղրով։ Գյուղերում ամեն ինչ էլ փոխանակվում է, իրանք այն չունեն, մենք էլ ասենք բարելահող բան չունենք, մենք էլ ենք վերցնում։ Ես իսկական մեղվապահ չեմ, իսկական մասնագետ չեմ, ընդամենը մի քանի տարի է որ զբաղվում եմ, բայց ինձանից տարիքով մեծերը գալիս ինձանից հարցնում են, որ սենց է ինչ կարելի անել, գազ մեր մեղվանոց մի հատ տեսնես ինչ վիճակ է մեր մեղունների մոտ, ես տենց իրանց օգնում եմ։ Ու ես անգամ ինձ լավ եմ զգում կարելի ասել, որ ես ինչ որ մեկին կարողանում եմ ինչ որ մի ձևով օգնած լինեմ։ Մեր նպատակն էր այս ծրագրի շրջանակներում ստեղծել եկեղեցական համայնք, որը որ արդեն հետագայում ինքնուրույն պետք է զբաղվի իր խնդիրներով եւ նաեւ փորձի օգնական լինել մեկը մյուսին, որովհետեւ ծրագիրը նախ մտածված էր այնպիսին, որ եթե մեկը ունենում է մեղվապետակներ, ինքը նաեւ հետագայում այն ավելացնում է եւ իր ավելացած պետակներից հատկացնում է նրան, ով չունի։ Նպատակը դա էր, որ մեկը մյուսին օգնեն։ Փոխօգնությունն ու համայնքային կյանքի զարգացումը ծրագրի առանցքային խնդիրներից է։ Ծրագրի հեղինակների ու կազմակերպիչների համոզմամբ պարզապես մի քանի տնտեսություն հիմնելով հնարավոր չէ համայնքային լիարժեք կյանք ձևավորել։ Բացի այդ էլ նյութապես հնարավոր չէ մեղվափետակներ բաժանել մարզի բոլոր ընտանիքներին։ Ծրագիրի էությունը ինչու՞մն է կանում, ոչ միայն ասենք իրենք սովորում են, իրենք ասենք շահույթ են ստանում, այլ նաև հիմա նպատակ ենք դրել, որպեսզի մեր այդ շահառուների միջոցով ինչ որ ձևի համայնքին արդեն իրենք օգնեն, ասենք դպրոցին, մանկապարտեզին։